Բարև ձեզ սիրելի այրնակիցներ, ես Համլետ Ներսյանն եմ։ Բարեկամներ, նախ եւ առաջ շնորհակալություն ուզում եմ հայտնել մեր AMG հեռուստաընկերության տնօրինությանը այս առիթը մեզ ներկայացնելու համար, հնարավորություն տալու համար, որ կրկին ես կարողանամ ձեզ հետ հաղորդակցվել։ Ուրեմն մենք անցյալ 3 հաղորդումների ընթացքում խոսեցինք այն ժողովուրդների մասին, որոնք ապրել են Փոքր Ասիա աշխարհամասում անցյալ 10-12000 տարիների ընթացքում։ Մենք ձեզ ցուցադրեցինք քարտեզը եւ այդ ժողովուրդների անունները, որոնք այդտեղ ապրել են։ Հիմա մենք եւս մեկ անգամ թեթև կնայենք այդ քարտեզին վերհիշելու համար։ Այստեղ տեսնում եք Փոքր Ասիան է, կենտրոնական ամբողջ շրջանը բնակեցվել է ժողովուրդների կողմից, որոնք ունեցել են միևնույն պատմությունը, նույն մշակույթը, նույն լեզուն, հավանաբար նույն կրոնը, որովհետեւ ուրիշ կրոնի չեմ հանդիպել։ Մի խոսքով այս շրջանների մասին խոսեցինք, այդ անունները խնդրում եմ թույլ մի տեղ որ ձեզ շփոթեցնի, դրանք այն ժամանակ գոյություն ունեցող անուններն են, որոնք սեպագիր արձանագրությունների մեջ են գրված։ Եվ այդպես էլ վերարտադրվել է եւ դրվել է քարտեզների վրա։ Հիմա քանի որ մենք խոսեցինք այդ ժողովուրդների մասին, թե ովքեր են, ինչ մշակույթ են ունեցել եւ ինչպիսի քաղաքներ են կառուցել, ցույց տվեցինք ձեզ նկարներ բանի Պորտասարի այդ հսկայական մեգալիթ կառույցները ձեզ ցույց տվեցինք նկարներ ստորգետնյա քաղաքներից եւ ես խոստացել էի որ այսօր մենք խոսենք այն լեզվի մասին, որով այդ ժողովուրդները հաղորդակցվել են։ Դե պատկերացրեք 2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է կազմում մոտավորապես այդ Փոքր Ասիան եւ այնտեղ ապրել են տասնյակ տարբեր ժողովուրդներ, ժողովրդական խմբավորումներ, որոնք չնայած ունեցել են տարբեր անուններ, բայց քանի որ նույն մշակույթն են ունեցել, նույն հավատամքային կառույցները եւ այլն, բնականաբար նրանց լեզունը պետք է որ շատ մոտ եղած լինի իրար։ Դրա համար է որ լեզվաբանները եւ պատմաբանները արդեն 200 տարի է գլուխ են կոտրում, որպեսզի հասկանան թե այդ մարդիկ այդ սեպագրերը որ թողել են, ինչ լեզվով են խոսել եւ ինչ են գրել։ Հիմա պատկերացրեք այսպեսի օրինակ ձեզ բերեմ։ Սեպագրերը սեպի նման են, դրա համար անունադրել են սեպագիր։ Այդ սեպագրերի նշաններով գրվել է հնագույն հաթերի երկրի գրությունները, հուրիների գրությունները, ասենք շումերում գրված շումերական արձանագրությունները, նրանց հետո եկած աքադական եւ ասորական, հետո մեր արարատյան Վանի արարատյան թագավորության, որ Ռուարտո են ասում, այդ թագավորության գրվածները բոլորը սեպի են նման։ Բայց երբ որ սկսում են կարդալ այդ գիտնականները, բարձվում է որ մի շրջանում, մի տեղում, մի տարածքում սեպագրերը ուրիշ լեզու են նշանակում, ուրիշ տեղ ուրիշ լեզվով են գրված, չնայած նշանները նույնն են։ Ուրեմն գիտնականները փորձում են հասկանալ թե որ երկիրը որ լեզուն է օգտագործել այդ սեպագրերը օգտագործելով եւ փորձել են մեզ ինչ որ բաներ փոխանցել։ Մի քանի տարի առաջ Ավստրալիացի եւ Նոր Զելանդացի երկու գիտնականներ Գրեյը եւ Ատկինսոնը նոր գիտական աշխատանք գրեցին եւ կոմպյուտերային համակարգերով ապացուցեցին, որ հայոց լեզուն իրենց կարծիքով նվազագույնը 8000 տարեկան է։ Դե իհարկե շատ զգուշավոր, այսպես կոչված կոնսերվատիվ թիվ է, որովհետեւ եթե 10-12000 տարի առաջ այնտեղ մարդիկ շենքեր էին կառուցում, այդ մարդիկ իրար հետ խոսում էին, չէ՞։ Ուրեմն ինչ որ այդ լեզուն պիտի որ ավելի հին եղած լինի, մեր թվականությունից առաջ 10800-ից 10500-ական թվականների միջև արտակարգ դեպքեր է տեղի ունեցել երկրագնդի վրա, հատկապես Փոքր Ասիայի շրջանում, հատկապես այդ միջերկրական ծովի եւ Սև ծովի միջև այդ երկրաշարժերի հետևանքով, որոնք շարունակվում են մինչև օրս, եւ դրա հետևանքով մարդիկ շատ լավ հասկանալով որ դա երկրաշարժային գոտի է, այնպես են իրենց կառույցները կառուցել, որ կարողանան դիմանան եւ նույնիսկ գետնի տակ էին քաղաքներ կառուցել այդ Դերինկույո, Կայմակլի եւ այլն անունով թուրքական գյուղերի մոտ։ Ուրեմն վերադառնանք լեզվին, այն լեզուն, որով որ խոսվել է գոնե 12-13000 տարի առաջ, այդ մարդիկ հաստատ սկսել են խոսել մի հին մայր լեզվով, որը պետք է որ սկսված լիներ
այնտեղ որտեղ որ մարդն էր արարվել, այսինքն Homo sapiens-ը բանական մարդը արարվել է ըստ բոլոր գիտնականների եւ հավատացյալների ու կրոնական գործիչների, ըստ բոլորի մարդը արարվել է դրախտում, չէ՞, դրախտն էլ գտնվում է մեր Հայաստանի կենտրոնում, Բյուրակնի լեռների շրջակայքում։ Այդ լեզվական համակարգերը ուսումնասիրել են տարբեր գիտնականներ, տարբեր լեզվաբաններ։ Դրանցից մեկն է նաև մեր հայրենակից տաղանդավոր լեզվաբան Վարուժ Ներսեսյանը։ Նա տարիներ առաջ մի գիրք էր գրել, որը անվանել էր Մայձեսույստամ խեթերեն թե հին հայերեն։ Այս գիրքը գրելուց հետո ինքը խեթերեն է օգտագործում, բայց ես իրեն իր հետ խոսելու ժամանակ միշտ պնդում եմ, ասում եմ սիրելի եղբայր, դուք խեթերեն եք օգտագործում, դա ռուսերենի տարբերակն է, ես ավելի հաթերեն եմ օգտագործում, որովհետև այդ հաթեր բառը առաջին անգամ օգտագործել է 1903 թվականին Պիտեր Յենսենը իր գրքի մեջ հաթեր թե հայեր, այդ վերնագրով, հաթեր թե հայեր։ Սա նա այն ժամանակ դեռևս 120 տարի առաջ հաթեր բառն է օգտագործել, որ ավելի ճիշտ է մեր կարծիքով։ Ամեն դեպքում, ուրեմն մեր հեղինակից Վարուժ Ներսեսյանը գրեց խեթերեն թե հայերեն գիրքը եւ դրանից հետո արդեն 3 տարի է անցել եւ մենք միշտ անդադ խոսելու ժամանակ հարցնում եմ, թե արդյոք հաջորդ գիրքը ինչպիսին պետք է լինի, նա ասում է, որ հուրիերենը շատ ավելի հին է եւ նա շուտով կավարտի այդ գիրքը, որը կվերաբերվի հուրիերենին։ Հիմա տարիներ առաջ ես կարդում էի հանրահայտ շումերագետ Սամուել Նոա Քրեմերի գիրքը, որ դժբախտաբար չեմ բերել ձեզ ցույց տամ, նա իր The Sumerians վերնագրով գրքի մեջ 298 էջում մի այսպիսի հատված ունի, մի այսպիսի միտք է գրել, ասում է, կարդամ ձեզ համար հայերեն թարգմանությունը, որ ես եմ թարգմանել, ասում է, մենք պետք է ենթադրենք, որ Աստվածաշնչի հրյա հեղինակները կամ նրանցից ոմանք կարծել են, թե շումերները եղել են հրյաների նախահայրերը։ Լեզվական իմաստով չի կարելի այսպես մտածել։ Կանգնեմ, ընդհատեմ, որովհետև հրյաների լեզուն սեմական ծագումով լեզու է։ Իրենք էլ սեմական ժողովուրդ են, իսկ շումերները ոչ։ Ուրեմն, բայց շատ հնարավոր է, որ Աբրահամի նախապապերի երակներում, ուրեմն ուզում եմ անպայման Աբրահամին կապի շումերների հետ։ Ուրեմն Աբրահամի նախապապերի երակներում հոսել է շումերական արյուն, որոնք սերունդներով ապրել են շումերական քաղաքներում, հատկապես Ուր քաղաքում, նրանց ամենամեծ քաղաքն է եղել շումերների։ Այս թեզին որպես լրացում ես ձեզ համար հիմա կկարդամ աշխարհարչակ թեոսոֆիստ Ելենա Բլավատսկայայի նամակից մի հատված ուղղված իր մորաքրոջը։ Ուրեմն Բլավատսկայան չի կարելի մեղադրել, որ նա հայամետ է, հայ է, ինչ է 19-րդ դարում է ապրել։ Հին հրեական լեզուն կամ այն լեզուն, որ մենք սովորաբար անվանում ենք եբրայերեն, ռուսերենով իվրիտ, իրականում երբեք գոյություն չի ունեցել։ Այն բաղկացած է հունարեն, արաբերեն եւ խալդերեն, այսինքն հին հայերենի տեսակներից մեկն է լեզուների այդ հունարեն, արաբերեն եւ խալդերեն լեզուների մասնիկներից։ Մեր ասորագետները ընդունում են, որ հնագույն ակադ քաղաքի բնակիչները Ռոլինսոնի տվյալներով այնտեղ են տեղափոխվել ամենայն հավանականությամբ Հայաստանից, տեղի քրմերին հոգևոր լեզու սովորեցնելու նպատակով, որն էլ ըստ էության մի սուրբ լեզու էր, այսինքն այդ հայերենը։ Այլ խոսքով սրանք այն նույն արիացիներն էին, որոնց լեզվի հետ կապված է նաև մեր սլավոնական լեզվի ծագումը, ասում է Ելենա Բլավատսկայան։ Մի փաստ էլ տամ եւ անցնենք առաջ։ 1984 թվականին ԱՄՆ-ում մի գիրք հրատարակվեց Բարիս Մոյշեսյան անունով մի հրեայի կողմից, որը Լենինգրադում մաթեմատիկա էր ուսումնասիրել, բայց Ամերիկայում հրատարակեց մի գիրք Armenoids in Prehistory վերնագրով։ Իր գրքի 3-րդ էջում նա գրում է. Հազարամյակներ առաջ արմենոիդները իրենցից ներկայացնում էին մի բարձր խավ, որը կենտրոնական դեր է խաղացել անտիկ քաղաքակրթության մեջ, կազմավորման մեջ։ Իսկ 15-րդ էջում կարդում ենք. հնագույն ժամանակներում
Միգուցե սկսած մեր թվակությունից առաջ 11,000 թվականներից արմենոիդները հանդիսանում էին միջին ասիական մշակութային վերնախավի բարձրագույն դասը եւ նրանց տարածումը հիմնականում համընկնում էր այդ վերնախավի ընդարձակման հետ։ Հղումի ավարտը։ Հավանաբար նա կարդացել էր անգլիացի լեզվաբան Waddell-ի The Makers of Civilization in Race and History հաստափոր գիրքը։ Ես հիմա ձեզ ցույց տամ այդ գիրքը, որպեսզի պատկերացնենք ինչի մասին է խոսքը։ Այս գրքի մեջ այս անգլիացի լեզվաբան Waddell-ը մանրամասն կերպով նկարագրում է, ասեք ինչքան հաստատ, նկարագրում է այն մարդկանց կյանքը, ապրելակերպը, լեզուն, որոնք ապրել են միջագետքում հիմնականում։ Շատ քիչ է խոսում միջագետքից դուրս ժողովրդի մասին, բայց հիմնականում համեմատում է շումերում ապրող մարդկանց, նրանց թագավորների, նրանց իշխանների, նրանց լեզվի եւ հնդիկների իշխանների թագավորական արքայական տոհմերի տարիները, համեմատում է տարիները, լեզուն, սանսկրիտը համեմատում է շումերենի հետ եւ պարզում է իր համար, որ այդ սանսկրիտ կոչեցյալ լեզուն ուղղակի շումերից գնացած մի լեզվի տարբերակ է կամ բարբար։ Այսօր հայագետները որ ուսումնասիրում են այդ սանսկրիտ կոչեցյալը, որ հնդիկների հնագույն լեզուն է, դա մեր հնագույն գրաբարից շատ հեռու չէ։ Մի խոսքով այս գրքի մեջ նա նաև նշում է այս Waddell-ը, որ 3300 մեր թվականությունից առաջ 3380-ական թվականների շրջանակներում շումերից դեպի Եգիպտոս գնացած առաջին մարդը Մենեսը հիմնադրել է եգիպտական հնագույն, այսինքն Old Dynasty, հին առաջին արքայատոհմը։ Այդ կարծիքին է այս մարդը գիրքը գրված է 1929 թվականին, դրա համար համարձակորեն գրել է արիացիներ, Aryans, Makers of Civilization, քաղաքակրթության ստեղծողներ։ Ես խորհուրդ կտամ որևէ հայասեր կամ հայագետ մարդու, ով հետաքրված է հայ ժողովրդի հնագույն պատմությամբ, կարդան այս մարդու գիրքը, որը բացարձակ կապ չունեցել հայերի հետ։ Լեզվաբան է եւ հնագետ գնացել է ուսումնասիրել է, պեղումներ է կատարել եւ վերջո այսպեսի հրաշալի գործ է գրել։ Նա ուրիշ գրքեր էլ ունի, բացի սա։ Waddell-ը մատը ասեմ, եթե հետաքրքրողներ կլինեն, կարող եք ինձ զանգարել, ես ձեզ կտամ այդ մարդու գրքերի ցուցակը։ Ինչ է բեսը։ Ցուցակը բավական երկար է։ Ուրեմն Ացնենք առաջ։ Իր գրքի 471-րդ էջում Waddell-ը գրել է հետևյալը. Շումերների լեզուն ապացուցված է, որ հանդիսանում է արիական եւ հնդեվրոպական հին եւ նոր մի ամբողջ շարք լեզուների նախամայրը, հատկապես անգլերեն լեզվի, գրում է ինքը։ Ինչպես նշեցի, ինքը բերում է անհերքելի փաստեր շումերների եւ հնդիկների սանսկրիտի վերաբերյալ եւ նրանց արքայատոհմերի նույնականության վերաբերյալ։ Իրար կողք է դրել արքայատոհմերի անունները, կարծեք թե նույն ժողովուրդը լինեն, նույն անունները լինեն։ Միակ թերությունը իմ կարծիքով այն է, որ դժբախտաբար հեղինակը չի հուշում մեզ, թե այդ ժողովուրդը, այդ շումերական ժողովուրդ կոչված այդ ժողովուրդը, որ ապրել է մեր թվականությունից առաջ 4000 տարի մեր թվականությունից առաջ այդ շրջանում, դրանից առաջ որտեղ են ապրել եւ որտեղից են բերել իրենց լեզուն, չէ՞ որ երբ որ եկան հասան շումեր, նրանք չէ՞ լեզու էին օգտագործում եւ ինչ-որ մշակույթ ունեին։ Եվ հետո ամբողջ աշխարհը միանգամից կանգնեց եւ հայտարարեց, որ շումերները ամեն ինչի մեջ առաջինն են եղել, եւ լեզվի մեջ, եւ գիտության մեջ, եւ տիեզերագնացության շինարարության մեջ, եւ էլեկտրականության, ամեն ինչի մեջ շումերները առաջինն են եղել, իրենց ասելով։ Բայց ամբողջ գիտելիքը եւ այդ փոխանակման միջոց լեզուն որտեղից բերեցին։ 1955 թվականին անցնենք առաջ։ 1955 թվականին այսօրվա սիրիական Ուգարիտ քաղաքի պեղումների արդյունքում հնագետները գտել էին մի սալիկ, որը պարունակում էր թե սեպագիր տեքստ եւ թե երաժշտական խազեր։ Անգլիացի պրոֆեսոր Ռիչարդ Քրոքերը եւ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանի պրոֆեսոր Ան Քիլմերը վերցանեցին երաժշտությունը
Եվ 4 տարի առաջ մեր հայազգի երաժիշտները այդ կտորը նվագեցին Գլենդեյլի հանրային գրադարանում, մենք կազմակերպեցին երեկո եւ նրանք նվագեցին եւ ժողովուրդը հաճույքով լսել, շատ հետաքրքիր էր միջալուց։ Իսկ սեպագիր տեքստը Քրոքերը եւ Քիլմերը վերցանել չկարողացան եւ հայտարարեցին, որ այն գրված է հուրիերեն լեզվով մեր թվագրությունից առաջ մոտ 1800 տարի առաջ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ այդ սեպագիր այդ փոքրիկ տաբլետը, որի վրա գրված է հուրիերեն լեզվով այդ տեքստն է հուրիերեն տակը վերև անգլերեն է։ Ուրեմն այս փոքրիկ տեքստը իրենց ասելով չկարողացան թարգմանել, բայց եկեք տեսեք, որ այդ տեքստը անցավ մեր լեզվաբան հայրենակից Վարուժ Ներսիսյանի ձեռք եւ նա թարգմանեց։ Նա բացահայտեց, թարգմանեց, վերցանեց։ Այդ տեքստը պարզվեց մի ձոն է գրված մեր ինչպես ասեմ պատմության մեջ շատ հայտնի առասպելական թագավոր Հայկին նրա բելի դեմ տարած հաղթանակի արդիվ։ Պատկերացնում եք ձոն է նվիրված Հայկին։ Ուրեմն ըստ մեր գիտնականների 2300 քանի թվականներին է եղել այդ դեպքը մեր թվականությունից առաջ։ Հիմա դա թողնենք պատմաբաններին, թողնենք որոշեն ճշգրիտ թիվը երբ է ճակատամարտ է եղել Հայկի բելի միջով, բայց 1800 թվականներին մեր թվականությունից առաջ արդեն ժողովուրդը հուրիները արդեն ձոն են գրել նրան։ Եվ երաշտությունն էլ, ինչպես ասեցի, արդեն կարողացել են բացահայտել եւ նվագել։ Հիմա այս թեմայով եւս մեկ ուրիշ փոքրիկ շեղում անեմ։ Վերջերս իմ ուշադրությունը գրավեց Օքսֆորդի համալսարանի նախկին պրոֆեսոր, իսկ այժմ Օրեգոն նահանգի Վիլլամեթե համալսարանի կլասիկ ուսումնասիրությունների բաժնի պրոֆեսոր Մերի Բաչվարովայի գործերը նվիրված հաթերի, հուրիների հնագույն պատմությանն ու մշակույթին։ Նրա գործերին ես ապագայում կանդրադառնամ, որովհետև դեռևս չեմ խորացել դրա մեջ, չեմ ուզում սխալ բաներ ասել, բայց ասեմ այն ինչ որ գիտեմ եւ բարձել եմ։ Ուրեմն նրա կարծիքով այս է մի հաստափոր գիրք է գրել հնագույն ժողովուրդների մշակույթների վերաբերյալ պրոֆեսոր է եւ աշխատություններ ունի, գործեր ունի, YouTube-ում նույնիսկ բաներ ունի, տեսա ժապավեններ ունի։ Այս գիրքը որ ես տեսա, ուղղակի անհամբերությունից մղված ամիջապես պատվիրեցի եւ գիրքը եկավ։ Կոչվում է From Hittite to Homer։ Ուրեմն պատկերացրեք հայերից, հաթերից դեպի Հոմերոս։ Այդ մշակութային առանձնահատկությունների, կապերի դրանց մասին է խոսում, լեզուների։ Ուրեմն հետագայում այդ մասին ավելի մանրամասն խոսենք։ Նա ասում է բոլոր պատմական առասպելական պատմությունները միջագետքից, շումերից ճամփորդել են դեպի Հուրի միտանի, որը գտնում է ավելի արևմուտք միջագետքից, այսինքն Եփրատ գետից արևմուտք, որտեղ բանավոր ձևով պատմվելուց հետո ասքերի, բանահյուսության ձևով, առասպելների ձևով անցել են հաթերի երկիր, որտեղ հաթերը ամեն ինչ գրի են առել։ Իզուր չէ, որ այնտեղից պեղվել են 25000-ից ավելի գրավոր սեպագիր տաբլետներ, սալիկներ։ Այդ սալիկները հետաքրքիր ինչ է, որ պարզվել է, որ 7 տարբեր լեզուներով են գրված։ Այս մարդիկ պատկերացրեք մեր թվականությունից առաջ մոտարապես 1600-1700 տարի առաջ կառուցել են հաթերի մատենադարան 25000 սալիկներ 7 լեզուներով այն ժամանակվա գոյություն ունեցած։ Բայց ամենահինը դրանց մեջ համարվել է հուրիերեն լեզուն, որ օգտագործվել է պետական հարաբերությունների մեջ, պայմանագրեր կնքելու մեջ եւ այն եղել է քրմական լեզու։ Չմոռանամ նշել, երբ որ հաթերի թագավոր Հատոշիլը երկրորդը պայմանագիր ստորագրեց Ռամզես երկրորդի հետ, պատերազմում ոչ մեկը չհաղթեց եւ խաղաղության պայմանագիր ստորագրեցին 1250 քանի թվականին է եղել։ Ուրեմն այդ պայմանագիրը գրված է եղել հաթերի համար հուրիերենով, որի սալիկը պահպանվել է գտնվել է գրադարանից։ Մյուս օրինակը
Ռամզես II-ը քանդակել է տվել մանի տաճարի պատի վրա իրենց հիերոգլիֆներով։ Դրա համար երբ որ մարդիկ գտան եւ այն համատեցին, տեսան որ նույն պայմանագրի երկու տարբերակներն են, բայց հետաքրքիրը հաթերին է, որ գրված եղել հուրիերեն։ Այս լեզվի, այս հուրիերեն կոչվող լեզվի արմատները, ինչպես նշեցի, գնում են դեպի հյուսիս, դեպի բյուրակնի լեռները, դեպի սպիտակ վադելի ասած արիացի մարդու արարման կենտրոնը, բյուրակնի լեռներ, դրախտ։ Վերջերս ինձ ուղարկեցին մի հոդված, որը գրված է հայտնի կանադացի մշակութաբան եւ պատմաբան Մաստրիխտի, կարծեմ Դանիայում է այդ քաղաքը, Մաստրիխտի համալսարանի պրոֆեսոր Քիմ Վալտմանի կողմից։ Նա գրում է, որ հայոց այբուբենը նվազագույնը 17,000 տարեկան է։ Այս այբուբենը, դանդաղ եմ կարդում, որ ուշադիր լսեք, փորձեք հասկանալ։ Այս այբուբենը ավելին է, քան տառերի հավաքածու բանավոր եւ գրավոր խոսքի համար։ Այն, այսինքն մեր այբուբենը, տիեզերքի արարման, նրա զարգացման ընթացքի եւ պատմության հատակագիծն է։ Floor plan։ Այն երկնքի պատմությունն է։ Հայկական այբուբենը արեգակնային այբուբեն է։ Տիեզերական գիտության, կրոնի եւ այբուբենի ծագումը Շումերում եւ Հայաստանում բացահայտորեն փոխկապակցված է, այսինքն միաժամանակ են ցակել։ Ինքը արդեն ավելի մեծ քայլ է արել դեպի ճշմարտությունը, որ ասում է փոխկապակցված են։ Այո, փոխկապակցված են, երբ որ հայտնի է դառնում արդեն Շումերում է տեղի ունեցած ամեն ինչը, բայց հաջորդ քայլը ով կանի, ես դրան եմ սպասում, որ ասեն, որ Շումերից հələ մի 6-7 հազար տարի առաջ էլ այդ ամեն ինչը կար Արատայում, Հայասայում եւ այդ ամբողջ տարածքում, որտեղ հայ տեսակը, այսինքն արյան տեսակը, արմենոիդ տեսակը ապրել է նվազագույնը 12,000 տարի։ Ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, փորձենք թե մշակութային, թե ճարտարապետական, թե հնագիտական, թե լեզվաբանական բոլոր աղբյուրները փորփրելով եւ իհարկե շնորհակալություն հայտնելով եւ օգտվելով բոլոր օտարազգի գիտնականներին եւ մշակութաբաններին եւ գտնել այն բաց ժամանակին Հայաստանը հայտարարում է որ Ուրարտուից հետո է առաջացել։ Մենք հիմա ուր ենք հասել, տեսնում եք Ուրարտուից էլ անցանք, իջանք 1000 տարուց էլ անցանք, եկանք 2-3 հազար տարին էլ անցանք։ Իմիջիալուց մեր հաղորդումը վերջացնելուց առաջ մի երկու փոքր բան ասեմ այս կնոջ աշխատության մասին, այս Մերի Բաչվարովայի գործի մասին, նա ինձ համար մեծ բացահայտում էր, ասեց, որ պատկերացնում եք այդ տրոյական պատերազմը հնարավոր է, որ որպես այդպեսին ինչպես Հոմերն է գրել, Հոմերոսը, այդպես չի եղել, որովհետև այն ժամանակ ամբողջ Փոքր Ասիայի տարածքում սկսած Շումերից մինչև Հաթերի երկիրը մշակութային երևույթները, ամեն ինչը դիցաբանությունը, առասպելները, ամեն ինչ տեղափոխվում էին մի ժողովուրդ տանում էր իր հետ դեպի մյուս տարածք։ Այսինքն Շումերից գնաց հասավ մինչև Միտանից գնաց Հաթերի երկիր կամ հակառակը, չգիտենք։ Եվ ասում է այս բոլոր պատկերները, որ Հոմերոսը հավաքել է, դարձրել է մի լավ պատմություն, դա շատ գեղեցիկ պատմություն է, դա վերջը դա պոեմ է, գործ է մի մարդու կողմից գրված, որը իբր տեղի է ունեցել տրոյական պատերազմից մոտ 500 տարի հետո։ Նա 600 քանի թվականին է գրել, տրոյական պատերազմը պետք է որ եղած լինի իրենց թվերով 1187 թվականին մեր թվականությունից առաջ։ Ուրեմն այս Հոմերոս բանաստեղծը հավաքել է բոլոր այդ ժամանակվա գոյություն ունեցող առասպելական երևույթները եւ հետաքրքիր ինչ է միշտ նա նշում է Մերի Բաչվարովան, ասում է այդ բանի Տրոյա քաղաքի գրավելը, քանդելը շատ հիշեցնում է Ուգարիթի գրավելը, քանդելը, Ագադեի գրավել, քանդելը, այսինքն նախկինում գոյություն ունեցած մշակութային կտորներից հավաքել է մարդը, մի գեղեցիկ պատմություն է սարքել եւ ներկայացրել է որպես մի հույների մի սքանչելի քաջագործություն։ Այն դեպքում, երբ որ 1187 թվականի մեր թվականությունից առաջ այսօրվա Հունաստան կոչվող այդ հսկայական տարածքում ապրում էին
ցակոցելի ժողովուրդներ։ Այնտեղ պետություն չկար, այնտեղ պետական բանակ չկար, այնտեղ կային երկու քաղաք՝ Սպարտա եւ Աթենք։ Այդ կան բան։ Այդ երկու փոքր քաղաքով դրանք ինչպես հարյուրավոր, հազարավոր նավեր հավաքեցին, տասնյակ հազարավոր զինվորներ հավաքեցին եւ եկան 10 տարի Տրոյի դեմ կռիվ արեցին։ Բայց բարձրանում է, որ այս Տրոյան ինքը քաղաքը 9 հատ ավերակ ունի մեկը մյուսի վրա, քանդել են, կառուցել են 9 անգամ։ Եվ այս թվականին 1187 թվականին վերաբերվող պատերազմական երևույթները 1187-ին մեր թվականությունից առաջ դա համընկնում է Տրոյա 7-ի հետ։ Պատկերացրեք։ Ուրեմն շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել նախկինում մեր ապրած տարածաշրջանում։ Դժբախտաբար բոլոր պատմաբանները, գիտնականները եւ քաղաքագետները մեզ մթի մեջ են պահել եւ մեզ ստիպում են, որ մենք մեր կյանքի վերջում ճամփա դուրս գանք եւ փորձենք գտնել, թե մենք որտեղից ենք գալիս։ Ովքեր են եղել մեր նախնիները, ինչ ժողովուրդներ են եղել, ինչ լեզվով են խոսել, ինչ մշակույթ են ունեցել։ Մի խոսքով մենք մեր այս ճանապարհությունը կշարունակենք հնարավորության սահմաններում։ Աստված մեզ պահապան եւ բոլորիդ օգնական։ Այսքան այսօր բավարարվենք սրանով, մինչև հաջորդ անգամ մի նոր թեմա ձեզ համար կմտածեմ եւ կհանդիպենք նորից հաջորդ անգամ եթերում։ Այսօր այսքանը, շնորհակալություն։